Սիրելիներ, ես այսօր խոսալու եմ անհոգության վերաբերյալ եւ կկարդամ Աստվածաշնչի խոսքերից Պողոս առաքյալի խոսքերը։ Դրա համար պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնենք մեր լսածներին, որպեսզի չլինի թե թերանանք, որովհետեւ եթե հրեշտակների միջոցով տրված խոսքը հաստատուն էր եւ ամեն հանցանք ու անհնազանդություն իր արտարհատությունը ստացավ, մենք ինչպես պիտի ազատվենք, եթե անհոգ գտնվենք այսպիսի մեծ փրկության հանդեպ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից եւ ապա մեր մեջ հաստատվեց նրանց միջոցով, որ իրենից էին լսել։ Ամեն։ Աստվածաշունչն ասում է մենք ինչպես պիտի ազատվենք, սիրելիներ, եթե անհոգ լինենք այսպիսի մեծ փրկության վերաբերյալ։ Մարդու կյանքը գիտենք երկրի վրա ժամանակավոր է, մենք հյուր ենք այս աշխարհի մեջ, մարդը գնացողական է, անցողական է եւ գալու է մի օր, որ մարդը պետք է այս աշխարհին, այս կյանքին հրաժեշտ տա։ Բայց չգիտես ինչու մարդը այնպես է ապրում այս աշխարհում, որ թե դա իրան չի վերաբերվում։ Մենք չգիտենք սիրելիներ, մեզ ինչքան է մնացել այս աշխարհի մեջ ապրել։ Մենք չգիտենք ինչ է մեզ սպասվում մեր վաղվան օրը։ Չգիտես ինչու մարդը միջև դանակը ոսկորին չի հասնում, միջև մարդը չի գնում մեծ նեղության դժվարությունների մեջ, մարդը չի հիշում Աստծուն։ Բայց մենք չգիտենք մեր վաղվան օրը մեզ համար ինչ է պատրաստել։ Դրա համար Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է ուշադիր լինենք մեր լսած բաներին։ Դրա համար Աստվածաշունչն ասում է, որ մենք չպետք է անհոգ լինենք այսպիսի մեծ փրկության համար։ Ինչու է ասիրելներ Աստվածաշունչը անվանում մեծ փրկություն, որովհետև Աստված իր ամենաթանկը, իր ամենաարժեքավորը, իր ամենասիրելի որդուն Հիսուս Քրիստոսին Աստված մեզ համար զոհ արել սիրելներ, որովհետև Հիսուս Քրիստոսը խաչի վրա քո մեղքերի համար, իմ մեղքերի համար կախված, տառապել է, չարչարվել է, նեղություն է կրել, արյուն է թափել մեր մեղքերի համար, որպեսզի ես փրկվեմ, որպեսզի ես չգնամ դժոխք։ Բայց մարդը այսօր Աստծուն մեջքով է կանգնում, բայց մարդը այսօր ասում է, ես ժամանակ չունեմ գիրք կարդալու, ես ժամանակ չունեմ աղոթք անելու, ես ժամանակ չունեմ Աստծո համար, այսպես պետքա չլինի սիրելիներ։ Եթե դու անհոգ լինես քո առողջության համար, դու մի օր կկորցնես քո առողջությունը։ Եթե դու անհոգ լինես քո բիզնեսի համար, դու մի օր կկործանես այդ բիզնեսը, բայց եթե դու անհոգ լինես քո փրկության համար, դու կկորցնես քո փրկությունը։ Ուրեմն սիրելիս, անհոգ մի եղիր քո փրկության հանդեպ։ Մենք չգիտենք վաղվան օրը մեզ համար ինչ է պատրաստել։ Մենք չգիտենք վաղը մեզ ինչ է սպասում։ Դրա համար Աստվածաշունչն ասում է այսօր է փրկության օրը, այսօր է հարմար ժամանակը։ Եկեք կարդանք Աստվածաշունչը, եկեք մոտենանք Աստծուն, եկեք սովորենք աղոթք անել, եկեք անհոգ չլինենք այսպիսի մեծ փրկության համար, մոտենանք Աստծուն եւ նա մեզ կմոտենա։ Թող Աստված օրհնի քեզ, ամեն։